ունես ազատ բնակարան հանձնիրային կառավարման Wonderstay Hospitality։ Կոշտ թափոնների անվերջ կուտակումը եւ դրանց ոչ բավարար կառավարումը մեծ վտանգ են ներկայացնում մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար։ Այդ անդառնալի վնասների հետևանքով կարճաժամկետ հեռանկարում արձանագրված տնտեսական աճերը երկարաժամկետում կարող են վերածվել տնտեսության խոր անկման։ Աշխարհում հաշվարկում են թափոնների կառավարման արդյունավետության համաթիվը։ Ցուցանիշը որքան մոտ է 100 բալին, այնքան ավելի արդյունավետ է իրականացվում թափոնների կառավարումը տվյալ երկրում։ 2024-ի դրությամբ թափոնների կառավարման տեսանկյունից ամենաարդյունավետը գործել են Սինգապուրը, Ճապոնիան, Շվեդիան։ 2024-ին թափոնների կառավարման խիստ անարդյունավետություն է արձանագրվել հետևյալ 3 երկրներում՝ Իրաք, Բահամներ, Վենեսուելա։ Իրավիճակը մեղմ ասած այնքան էլ դրական չէ Հայաստանում եւ նրա հարևանների շրջանում, որտեղ թափոնների կառավարման արդյունավետության համաթիվը 50 բալից ցածր է։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ թափոնների կառավարմամբ 50 բալին ավելի մոտ են հետևյալ երկրները՝ Բելարուսը, Վրաստանը, Իրանը։ Թափոնների կառավարման արդյունավետության մակարդակով Բելարուսը 180 երկրների շարքում 2024-ի դրությամբ զբաղեցրել է 38-րդ, Վրաստանը 63-րդ, իսկ Իրանը 88-րդ հորիզոնականը։ Իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է հետևյալ 3 երկրներում՝ Ղրղստան, Ռուսաստան, Ադրբեջան։ Ղրղստանը 180 երկրների ցանկում զբաղեցրել է 171-րդ, Ռուսաստանը 169-րդ եւ Ադրբեջանը 155-րդ հորիզոնականը։ Գանք Հայաստան իր արձանագրած աննախանձելի ցուցանիշով 24.8 բալ։ Հայաստանը 180 երկրների շարքում դիրքավորվել է 138-րդ հորիզոնականում։